Հայաստանում տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի տարբերությունը շարունակում է զգալի մնալ։ Վիճակագրական կոմիտեի վերջին սեպտեմբերի տվյալներով տղամարդ աշխատողները միջինում ստացել են 356,608 դրամ, իսկ կանայք 222,916 դրամ։ Տարբերությունն ավելի քան 1,6 անգամ է։ Ցուցանիշը բնականաբար դրական չեմ կարող գնահատել եւ ոչ միայն Հայաստանի համար, այլ Հայաստանի Հանրապետությունում աշխատող եւ տնտեսապես ակտիվ կնոջ տեսանկյունից դա բավականին անարդար է, բայց այս անհավասարությունը նոր չի, այսինքն եւ այս իրավիճակի հետ ուղղակի պետք է առնչվել եւ բնականաբար պետք է քայլեր գործադրել, որպեսզի այս իրավիճակը այլևս այսպեսին չլինի, համենայն դեպս գոնե նվազի։ Ամենամեծ տարբերությունը գրանցվել է ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում 1,9 անգամ, նաեւ մշակող արդյունաբերությունում 1,8 անգամ։ Փորձագետների խոսքով պատճառը ոչ թե սեռն է, այլ պաշտոնների բաշխվածությունը։ Ղեկավար դիրքերում գերակշռում են տղամարդիկ, մինչդեռ կանայք հիմնականում զբաղեցնում են ավելի ցածր վարձատրվող հաստիքներ։ Հիմնականում միջին եւ միջինից բարձր, հատկապես ղեկավար դիրքերում որոշումներ կայացնող պաշտոններում տղամարդիկ են եւ դրանով է պայմանավորված, որ այդ ոլորտում միջինում նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան կանանց պարագայում, այսինքն նույն ֆինանսական ոլորտում, նույն բանկային ոլորտում, եթե այդպես անձայն աչքով դիտարկումներ անենք, կանանց ներգրավվածությունը ավելի շատ է սպասարկման, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, այդ մասնագիտություններում, այդ հաստիկներում է ավելի շատ, որտեղ աշխատավարձերը պակաս մրցակցային են։ Իսկ թե ինչու է դա այդպես, պայմանավորված այդ թվում օրինակ աշխատաժամերով։ Ամենափոքր սեռային տարբերությունը նկատվում է շինարարության, կրթության, նաև էլեկտրաէներգիայի ու գազի ոլորտներում, մոտ 1,1 անգամ։ Խնդիրը համատարած է, համընդհանուր է, այսինքն պետք չի նշել որևէ ոլորտ, հիմա կարող ենք գտնել ինչ որ մի ոլորտ, որտեղ տեսնենք, որ ոչ այդպեսին չի պատկերը, կարծում եմ հնարավոր է նաև այդպիսի ոլորտ գտնել, բայց այո, սա պայմանավորված է եւ այն խտրական, այսինքն վերաբերմունքով եւ մոտեցմամբ, որը դա դարեր շարունակ եկել է եւ հիմա մենք կատարում ենք քայլեր, որը թույլ կտա կնոջը ակտիվ մասնակցել եւ տնտեսական գործունեություն ծավալել։ Փորձագետները նշում են, որ աշխատավարձերի հավասարեցման համար անհրաժեշտ են երկարաժամկետ քայլեր, պետական ծրագրերից մինչև մշակութային փոփոխություններ, ինչպես արվում է սկանդինավյան երկրներում։ Մի շարք այդ թվում պետական աջակցության ծրագրեր են իրականացվում, որով որ ամենքերբ խրախուսվում է կանանց մուտքը աշխատաշուկա, նրանց կարիերայի կառուցման հնարավորությունները, այդ աշխատանք կյանք հավասարակշռությունը պահպանելու ամենաարդյունավետ տարբերակներով պետական քաղաքականության մեխանիզմներ են իրականացվում, բայց միևնույն ժամանակ այն, որ որոշակի փոփոխություններ կան Հայաստանում, դա փաստ է եւ հատկապես այդ իրավակարգավորման մասով մեր հիմնական օրենսդրական ակտերում իրավակարգավորման մեխանիզմերով ամրագրված է կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ոչ խտրական վերաբերմունքը, խնդիրը պարզապես ավելի երևի մշակութային է։ Ծովինար Վարդանյանի խոսքով կառավարող ուժը խրախուսում է կանանց մասնակցությունը հատկապես բարձր պաշտոններում։ Նշում է, ներկայում 4 կին նախարար կա, այլ բարձրաստիճան պաշտոններ եւս կանայք զբաղեցնում են։ Միևնույն է, սա դեռ բավարար չէ, ընդհանուր տնտեսության պատկերում ունենալ նույնը, որովհետև հիմնականում կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնողը մեծամասնությունը տղամարդիկ են։ Այս առումով օրինակ կարելի է օրինակ կորպորատիվ կառավարման կանոնագրքում ներառել նման սահմանումներ, որոնք որ թույլ կտան ավելի հավասար իրավունքներ ստեղծել եւ հավասար պայմաններ ստեղծել կանանց եւ տղամարդկանց համար։ Եվրոպական որոշ երկրներում գործում են աշխատավարձային թափանցիկության կանոններ, ըստ որոնց կազմակերպությունները պարբերաբար զեկուցում են սեռային աշխատավարձային տարբերության մասին։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ այդ հրապարակայնությունը կարևոր գործիք է աշխատավարձի անհավասարությունը նվազեցնելու համար։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։